Որոտաբանք ենք մտնում մուտ գործում կարիերայի մեջ առաջին անգամ գնում ենք դեպի Քաջարան հարգանքներս գալիս են գեղեցիկ անակնկալ անելու Թող ձեր աշխատանքում լինի բազում հաջողություններ Ֆլորա տատիկը շատ սիրված տատիկ է ունի 5 թորնիկներ հրաշք Վա եկել ենք ծնունդ շնորհավորելու Սիլվան հեռու են դրա համար էլ մենք ենք եկել հասել ենք Քաջարան եւ իմ հաշվարկներով երևի թե մեր ֆլորա տատիկը հետևում է մեր տեսանյութերին Դատելով շինության ձևից այստեղ ամբողջովին եղել է փակ Բարեկամներ, կադրերում իշխանասարն է Այստեղ էլ են դպրոց կառուցում ընկերներ Որոտաբանք, վանական համալիրը Միշնադարյան ճարտարապետության Սյունիքի դպրոցի ուշագրավ հուշարձաններից է Շատ ու շատ տեղեր այսպես ծածանվի մեր երագույնը Ֆլորա տատիկ ծնունդ եք շնորհավոր Կապանի թունելն է ընկերներ Այսօր տատիկի ծննդյանօրն է հետևաբար նրանք բոլորով որոշել են անակնկալ անել Երազանք կատարվեցին Ստեփան ջան Դավիթը եւ Սիլվան այս պահին հեռվում են գտնվում են Ռուսաստանում իսկ մնացած երեքը Մարիամը, Անգելինա եւ Խաչատուրը այստեղ են Ծննդյանը օրը Ես էլ հեռու տեղերից այք է, գիտեք քանի կիլոմետր է անցել Կամներ մենք դուրս ենք եկել Եղեգնաձորից եւ մինչ կհասնենք Զանգեր ես սպասում եի թե որտեղից սկսեմ հայտնել այն լուրը որ մենք այսօր մեր կարիերայի մեջ առաջին անգամ գնում ենք դեպի Քաջարան հարգանքներս ով նայում է մեզ ով հետևում է ով մեր բարեկամն է Քաջարանից հատուկ հարգանքներս ընդ ձեզ լավ լինեք առողջ լինեք այսօր մենք գալիս ենք ձեր մոտ գալիս ենք գեղեցիկ անակնկալ անելու հիմա մեզ սպասում են Մենք պետք է 12-ին այնտեղ լինեինք, բայց արի ուտես մենք ուրիշ էր մեր պլանները։ Խառն ենք էլի, պահի տակ, տենց հա ստացվել։ Հիմա մտնել ենք արդեն, բան չի մնում մտնենք Սյունած աշխարհ։ Երաժշտություն ենք լսում, խառը տեսակի եւ հանկարծակի նայելով լեռներին զգացի, որ այս երաժշտությունը այստեղին համահուշ չէ, այստեղ պետք է լսես հայրենասիրական։ Դրա համար էլ մեզ հյուր եկավ մի անգամից Այս երգը, լսեք Սպիտակ մանյակա իմաց Եվ կատարի մեր երկերից օրինակ Խաչիկ Կարենցին Թեպետ շատ ազգերի հետ են գոյության կռիվ տվել Այդ ազգերի մեծ մասը արդեն պատմության աղբանոցում է հայտնվել Դեռ շատերն էլ կհայտնվեն Եվ բոլոր նրանք ովքեր հայ ազգին դեմ են գնացել Նրանք պատժվել են Աստծու կողմից Որովհետև մենք Աստծու ազգն ենք Ճիշտ է վերջերս շատ Տենց մեր ազգի մեջ շատ թույներ են ներարկել, ազգը մեկ ուրիշ իրավիճակում է հիմա, բայց մեր քաջերը կան, մեր իմաստունները կան, նրանք ապրում են եւ ամեն ինչ անում են, որ այս պրոցեսը Ոբշեմ այդ բանից էլի, դրանց դեգրադացվի, չեզոքացվի եւ հայը նորից զգա իրեն, ինչպես առաջներում է զգացել, թեպետ Նայում ես պատմությունը միշտ էլ մենք նման հարցերի մեջ ենք եղել Իմ կարծիքով մեր սխալն էլ կա Այնպես որ պետք է ամեն մեկս մեր վրա աշխատենք Իմաստուն դառնանք ու մեկս մյուսին սիրենք ամենակարևորը Որովհետև ամեն ինչ հիմնված է սիրո վրա Աստված սեր է և եթե դու Աստծո նման չես ուրեմն արդեն հայ չես կարող լինել Այնպես որ պետք է սիրես քո լավ աղբորն էլ, չար աղբորն էլ, հանցագործ աղբորն էլ, դեբիլ աղբորն էլ, բոլորն էլ պետք է սիրես ու փորձես ամեն մեկին ինչքան կարող ես հետ բերել ճիշտ ուղի ու կյանքը ուժեղացնես։ Որ կողքիդ կանգնած մարդը հզոր լինի, ոչ թե բանից անտեղյակ ու ուղեղելվածած։ Մենք մեկս մյուսին պետք է օգնի առանց կռիվ անելու հասկանալով ու սիրելով։ Սիրեք իրար, իսկ մենք գտնվում ենք Սյունած աշխարհում, որը
դեռ վաղուց համարվում է հայոց աշխարհի ողնաշարը։ Հիմա ողնաշարը մի քիչ ուռուսք ունի, դες բան այլ դիսկերը սխմելա, գրիժա տվել, սխմելա ներվերին։ Ու այդքան էլ վտանգավոր չի, այդ հիվանդությունը կարելի է բուժել։ Ուղղակի իմաստություն է, պետք իմաստություն, որպեսզի այդ գրիժան ճիշտ հեռացնենք ու մեր երկրի ողնաշարը պինդ պահենք։ Տաղավարիլի էլ, մեջքը չծռվի, այսպես ազիվ կայլի, այսպես ազիվ էթա, պետք չի մեզ այդ։ Բայց պետք է առողջ տղամարդ Հայաստան, գնացինք առաջ։ Բարեկամներ, եթե ուշադիր լինեք, այստեղ Սպանդարյանի ջրամբարն է, ընկերներ։ Սպանդարյանի ջրամբարը հիմա ծածկված է ձենով, այնպես որ չեք էլ նկատի, ուղղակի պատկերացրեք, որ այստեղ լիքը ջուր կա։ Այս ձախից մեր Սյունած աշխարհի հողային ռելիեֆի շերտն է, որը ճանապարհ սարքելուց տեսքերը բացել են, լեռան վերք են սարքել, բայց այդ վերքը շատ գեղեցիկ է եւ արդեն սպիացել է, բայց իր գեղեցկությունը շատ հրապուրիչ է ու հմայիչ։ Եվ ասեմ ձեզ, որ Հայաստանում շատ կան նման լեռներ, որոնց վերքերը գեղեցիկ են։ Շինարարներն են այդ վերքերը ստեղծել, բայց մեր հարմարավետության համար են ստեղծել։ Մենք էլ հարմար սլանում ենք դեպի Քաջարան եւ անցնելու ենք բազում Սյունած բնակավայրերով, մեզ լավ ենք զգալու, տեսնելու ենք, մեզ հպարտություն են ներշնչելու այդ տեսարանները եւ գնանք հասնենք Քաջարան, հետո հետ գանք։ Եվ այսօրվանից արդեն կարող եմ վստահ ասել, որ մեզ մնում է Մեղրի գնալը։ Մեղրի չենք եղել, հուսանք կհայտնվի այդ քաջը, կլինի Քաջարանից, թե ուրիշ տեղից, մեզ կասի եկեք Մեղրի։ Մենք էլ գնանք Մեղրի մի հատ անակնկալ անենք, Մեղրին նկարենք, Մեղրին մենք շատ ենք սիրում, բայց երբեք չենք եղել այնտեղ։ Ես էլ Վարդանն էլ։ Ասեմ ձեզ, որ Քաջարան էլ չենք եղել։ Առաջին անգամ գնում ենք Քաջերի բնորան Քաջարան, տեսնենք ինչպիսի էմոցիաներ կապրենք։ Միասին, ով չի գնացել մեզ հետ այսօր գալու է Քաջարան, սկզբից մինչև վերջ։ Եթե եղանակային պայմանները ներեն, դրոնով էլ մի երկու կադր կվերցներ, կադրերում իշխանասարն է, Սև լճի հատվածը, այստեղ համարյա թե ցուրտ եղանակներին միշտ անպամած է գագաթը, նորմալ չի երևում, բայց հենց որ լավ եղանակի գանք, անպայման գեղեցիկ մոտիկից ձեզ կցուցադրենք, կտեսնենք։ Իսկ ես արջևի սիրում բլերանման սարը ամբողջովին ավազ է, շինանյութ, մեր հայոց աշխարհի շեները շենացնելու համար նախատեսված։ Իսկ մենք այսօր որոշել ենք նորաբանով գնալ Քաջարան, մինչ այս միշտ գնում էինք են Հալիձորով, Տաթևով, բայց հա, թեկուզ էլի Տաթևի վանքի մոտով անցնելու ենք, բայց միշտ գնացել ենք Տաթևի խաշմերուկից։ Այս անգամ որոշեցինք նորաբանով գնալ, տեսնենք այս ճանապարհը ինչ գեղեցկություն ունի։ Իմ իշելով մի անգամ գնացել եմ, բայց դա չեմ նկարել էլ, ուղղակի քանի որ ես Ղափանի փեսա եմ, Կապանի փեսա եմ, գիտեմ մարդը ասում է, չես ասում Ղափան։ Կարծես թե ես եմ օրինել այդ բառը։ Այդ բոլորի բերանի մեջ կա այդ բառը։ Դրա համար եմ ասում Ղափան մեկ-մեկ, բայց գնում ենք Կապան, էլ ես Կապանի փեսա եմ։ Դրա համար շուտ-շուտ այս ճանապարհներից օգտվել եմ, թե մինչև Արցախը կորցնել է, թե դրանից հետո մի խոսքով հարազատ տեղանք են ինձ համար այս տեղանքները, բացի այն, որ հայրենական նշանակություն ունեն, նաև ունենք այստեղ արդեն խնամիական կապեր, ընկերներ, այնպես որ ես Ղափանի, Կապանի եմ, հզոր եմ էլի, մենակ հզորներն են կարող մտնել Սյունիքից հարց տանեն, թե չէ, թեզ բախտի տպերը չեն կարա էլի, որ գան ասա Սյունիքից խոսքի հարց տանեն։ Ով ես էլ դու արա, պտի ուժեղը լես, իմ նման էլի մի քիչ իմ նման ազնից ուժեղ, որ գաս Սյունիք ու կեզ աղջիկ տան։ Բարեկամներ, սա այդ մեկ ուրիշ գեղեցկություն է, հայոց լեռնաշխարհ է, որը նայելով, հիանալով պետք է գնաս, հասնես քո նպատակակետին։ Ու միշտ ինձ շեղում ես, որ խփեմ մեկ դնամ, բայց չեմ խփում։ Դպրոց է կառուցում։ Այստեղ էլ են դպրոց կառուցում ընկերներ, Նորավանում, նորավանցիներ, հարգանքներս ձեր Տեսեք, կարծես մի վարդ լինի պարտեզում բացված, ընկերներ վանքը վանական համալիր է։ Որոտավանք է դադրերում, բարեկամներ, մենք հենց հիմա կգնանք
եւ կնկարենք որոտավանքը, բայց քաջարանցիները մեզ են սպասում։ Հուսանք դրանք տեսանյութը նայելիս մեզ կներեն, որ կանգնել ու մի պահ դրոնով նկարել ենք որոտավանքը։ Որոտավանք ենք մտնում մուտք գործում ընկերներ, որոտավանքի ճանապարհն է։ Աստորեն ես առաջի անգամ եմ այստեղով գալի, որովհետև չեմ հիշում նման բաներ տեսածալ։ Մեզ ճանապարհը ինձ լրիվ անծանոթ էր ու շատ գեղեցիկ։ Որոտավանքն է կադրերում եւ այստեղ ունենք այսքան գրված բաներ որոտավանքի մասին տեղեկություն։ Հիմա ես փորձեմ կարդալ։ Որոտավանք վանական համալիրը միջնադարյան ճարտարապետության Սյունիքի դպրոցի ուշագրավ հուշարձաններից է։ Բաղկացած է Սուրբ Գրիգոր, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Կարապետ եկեղեցիներից, գավթից, սյունասրահներից, հյուրատնից ու օժանդակ շինություններից, պարսպից եւ գերեզմանոցից։ Բոլոր հուշարձանները տեղադրված են ուղղանկյուն բակի պարագծով հիմնականում հյուսիսային եւ արևելյան կողմերում եւ կառուցված են տեղական բազալտաքարերով։ Որոտնավանքը եղել է միջնադարյան գրչության կրթական կենտրոններից։ Այստեղ գործել են Հովան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Առաքել Ծաղկողը եւ այլոք։ Բարեկամներ, մի խոսքով հզոր պատմական շինության առաջ են կանգնած, ում հետաքրքիր կլինի այստեղից կարդացեք, ում հետաքրքիր չի լինի այստեղի գրվածը կարող եք ուղղակի խփել, որոնել համացանցում կգտնեք հաստատ լիքը տեղեկություններ, որովհետև այստեղ հզոր հայկական պատմություն է քարակերտ սուրբ կանգնած մեր առջև։ Հիմա մինչև Վարդանը դռոնով մի երկու պտույտ անի, ես գնամ փորձեմ որոտնավանքը ներսից նկարել ու արագ շարունակենք մեր ճանապարհը։ Գեղեցիկ Փարիսպ է, Փարիսպապատ, սխալ եմ գալի, ապա ինչ եմ անում։ Սխալ գնացի։ Եթե կապ չունի ինչքան արագ ես դու, եթե գնում ես սխալ, մեկ է քո արագությունը ոչ մեկին պետք չի։ Այնպես որ ես կողմ արագ գնամ։ Այս հիմա արդեն ճիշտ եմ գնում, հետևաբար արագությունը կարևոր է։ Մեծ աղբեր, բարի օր։ Ուզում եմ մտնեմ ներսը մերթ նկարեմ, բացա։ Արգանքներս, օй, սիրուն։ Խաչքարեր են, թե գերեզմաններ։ Գերեզմաններն են ու յուղի ժողովրդինն է։ 5 գերեզմանոցն է ձեր։ Բաղում կիսանդրին անդե։ 90-ականներին ստեղ գերեզմանատուն է եղել։ Առաջներն թույլ են տվել, հիմա չէ։ Այսինքն յուղի բնակիչների գերեզմաններն են։ Յուղի բնակիչներն են, Կիսանդրին որ կա։ Որույր Բաղդասարի Մարտիրոսյան, Ազոյան։ Երկուսն կարվող են եղել։ Դեսպան։ Բարեկամներ, հին մեր դարերում ճգնավորներին հենց ամփոփել են եկեղեցու առաջ եւ հատուկ մտածված այնպես, որ մարդիկ իրենց վրայով քայլեն, որ նրանք միշտ մնան ծառաներ, հոգևոր ծառաներ, երևի այդ մտքով կամ ով գիտի ավելի լավ ճիշտ տարբերակը դուք ասեք, այդ ես ուղղակի ենթադրեցի։ Ապրել են իրանք, հա։ Սա էլ ճգնավորների սենյակներն են ըստ երևույթի, չէ։ Դուք աղ եմ անած ճգնավորներին ինչ են ամփոփել հենց եկեղեցիների բակում, որ մարդիկ վրաներով քայլեն։ Չէ՞։ Ով գիտի կխնդրեմ ասեք։ Ես էլ կարամ ճշտեմ անում, բայց լավ կլինի, որ մեկնաբանություններում գրեք, մենք էլ կարդանք, ձեզնից սովորենք։ Հրաշք էներգետիկայով տեղ ենք եկել իրականում, ուղղակի շտապ լինելու պատճառով ես չեմ կարող ամբողջ հանգստությունը վայելել, այդ իսկ պատճառով շարունակում ենք մեր ճշմարիտ ճանապարհը դեպի Քաջարան։ Վարդանը ասում էր, որ ստեղ թունել կա, բայց թունել չի, գարաժ է, դրա համար ոչ մեկ քեզ չէր հավատա։ Ինչ է։ Թագած թունելն է։
Շամբի ջրամբարն է, հա։ Շամբի ջրամբարը, բարեկամներ, առաջ անգամ եմ տեսնում, ես չգիտեի, որ այստեղ ջրամբար կա։ Ուղղակի շտապության պատճառով դրոնով չեն կարող նկարել, մեկ ուրիշ անգամ մեծ սիրով։ Ծածանվում է եռագույնը, գետեր, ծածանվում է մեր եռագույնը ամեն անկյունում։ Աստված թող մեզ հզորացնի, որ շատ ու շատ տեղեր այսպես ծածանվի մեր եռագույնը։ Կարծես ոսկի լինի մեր սարերը։ Տեսեք ճանապարհը սարքելուց մեր ժայռերի վերքերն են սրանք ոսկուց չի տարբերվում, կարծես ոսկու մեջով անցնես։ Եթե ուզում եք ձեզ հարուստ եւ օլիգարխ զգալ, եկեք այստեղով անցեք։ Ճիշտ է, մի քիչ շատ աչու ձախ կանեք, կպտտվեք, կոլորվեք, մեքենան կմշրեք, բայց ասեմ, որ հարուստ կզգաք ձեզ, թե տեսարաններով, թե այս ոսկու նմանվող սարի խաղերով։ Նրանց կողքին զենքը սեղմել էր կրծքին, կյանքը տվեց սուրբ հայրենիքին։ Բարեկամներ, եթե գնալու կլինեք Կապան, Քաջարան, Մեղրի, ձեզ մի խնդրանք ու 100%-անոց առաջադրանք, որ նորաբանով չմտնեք, որովհետև այս ճանապարհը մենակ սենց է։ Մինչև Տաթևի Խաշմերուկ ահավոր, տեսեք ինչ պերևալներ են բարեկամներ, արդեն մեքենաս տանջվավ պրծավ, վերջացավ, տեղ չունի տանջվելու։ Այսի պետք է դրիֆտի ավտո, ով դրիֆտի ավտո ունի, խնդրեմ եկեք, այսպես դրիֆտներով կֆռակ։ Շատ լավ դրիֆտի ճանապարհ է բարեկամներ, այստեղ կարելի է մրցաշար կազմակերպել 100%-ով կարդարացնի։ Բայց տեսար ախպեր ինչ լավ մի տրանսավ մտքովս, գլխովս։ Խնդրում եմ պատկան մարմիններին զգուշացրեք, որ կարող են այստեղ կազմակերպել ռալի, որը դրիֆտի հետ կապ ունի։ Որ ավտոն մինչև վերջ հաղթահարի, դրան տվեք մեդալ։ Որ ինչ սիրուն է։ Որ այս ինչ հսկայական գործ են արել։ Այս ինչ արել է։ Միթե ուրիշ ավելի հարմար տեղ չկար ճանապարհը քաշելու։ Որ հսկայական հողեր է ստեց ասել, հա։ Սարը կիսել են դնել։ Որ ջոգում ես, բարեկամ, ինչ է այստեղ կատարվել։ Ինչ պայթուններ, ինչ տեխնիկաներ, ինչքան սալյար կա։ Փեշերով տեղ չկա ճամփա քաշելու, ես չեմ ջոգում։ Օցածև ճանապարհն է, Նորաբանի, որից ձեզ խնդրում եմ զերծ մնալ, հեռու մնացեք, այս ճանապարհով անկած չգնաք Սյունած աշխարհի բնակավայրեր, ես ինչ արած մեզ։ Քան մոլորա, որ ավտոն իջնելուց էլ է ուզում երցնի։ Ով ափսոսում է իր մեքենան, այս ճանապարհով չգաք, որովհետև նավիգատորը շատ հաճախ սա համարում է մոտիկ ճանապարհ ու ձեզ այստեղով է բերում, այնպես որ ձգտեք այս ճանապարհի հետ գործ չունենաք։ Գնացեք Տաթևի Խաշմերուկով, մտեք Հալիձորով, Տաթևի Ճոպանովիով, իջեք, եկեք գնացեք ձեր գործերին, ես։ Տաթևի վանական համալիրն է կադրում, ընկերներ, քանի որ մենք առանց այդ էլ ուշանում ենք, մտանք այն ճանապարհով, որ մեզ ավելի ուշացրեց, պետք է շուտ հասնենք Քաջարան։ Գնանք, վերևալներն են մեզ սպասում։ Չմես թե ցուրիկը որով ոչ է ֆիքսը։ Բարեկամներ, մենք հիմա արդեն հասել ենք Տանձավեր գյուղ եւ իմ լոգիկաներով ես ընդհանրապես բոլոր գյուղերի անունները մեկնաբանում եմ, բայց այս մեկը պետք է անցնեմ կողքով։ Օրա խոզը, ոչ ունես, արա, այո։ Էշո արա։ Հիմար։ Խոզը էշը ջոքի։ Տանցը վերում եկել, խոզերը բան են, էլի։ Խոզերը ինչ է դրա, ապա նկարել այդ բանը, հիմար մտնում էր ավտոյի տակ էշա։ Խոզը էշը։ Խոզը գոչոն էշ։ Գոչոն ասին։ Մի խոսքով բարեկամներ փրկվեցիք Տանձավերի դեպեից։ Տանձավերում քիչ էր մնում, տանձը ցածրն էր արդեն։ Այդ ինչ է լավ արա։ Ընկերներ, իմացեք, որ մենք ողջ ենք, ամեն ինչ կարգին է, ոչ էշը, ոչ գոջին մեզ չկարողացավ խանգարել։
Բարեկամներ, ահա հերվում արդեն երևում է մեր գեղեցիկ խուստուփը, առնական, հայոց կամքը խորհրդանշող եւ դրսևորող լեռն է կադրերում։ Հիմա մենք այս գեղեցիկ ճանապարհով իջնում ենք գնանք հասնենք Քաջարան։ Շատ գեղեցիկ է։ Որը մարգագետինները նայ, կանաչ արդեն ստեղ երևում է։ Գարուն է արդեն կարելի է ասել սյունած աշխարհում։ Սկսում է գարունը։ Գարնան հոտը գալիս է, այո։ Տանձաբերում ընկերներ մենք քիչ էր մնում Էշի Գոջոյի փայ դառնային, բայց ամեն ինչ լավ է։ Հիանալի է, իսկ հիմա ասեմ ձեզ իմ լոգիկայով բացատրությունը տանձաբերի։ Դա իրականում շատ լավ ոգևորող յուղի անուն է։ Իրականում այդպես է։ Կանաչ բացատում, բազբեզում էր թրջկոտում, տեսակ ինչ գազարուտեր է վերուտում նապաստակը, իսկ Գոջոն ու Էշը մնացել էին տանձաբերում։ Աստորեն պետք է ասեի տանձաբեր, ասում եմ տանձաբեր, բայց դե միտքը երևի չի փոխվում դրանից, ամեն դեպքում, բայց այս տեսանյութը իմ մոտ տպավորվեց, դեռ երկար եմ հիշելու Օզին Գոջոյի Էշի և բացատը կանաչ։ Բարեկամներ, ահա, ով կարոտել էր Ղափան մուտքը, տեսեք գեղեցիկ լեռն է հորիզոնում և մենք մուտք ենք գործում Ղափան քաղաք, Կապան քաղաք, որտեղից էլ պետք է գնանք ուղիղ Քաջարան։ Ղափանում տաք է ընկերներ, իսկ թե ինչքան տաք, սա փորձենք հասկանալ ու ասել։ Բարեկամներ, ձախից Կապանի օդանավակայանն է, որը հիմա աշխատում է և տոմսերն էլ 20,000 դրամ, այնպես որ կարող եք տալ 20,000 դրամը գալ և ձեր հավեսով հետ գնալ։ Ասում են շատ հետաքրքիր է ստացվում թռիչքը։ Ես չեմ փորձել, բայց մի օր կփորձենք, մի բան էլ կնկարենք, որ դուք էլ տեսնեք։ Արժի չէ մի օր արդեն փորձենք։ Կարելի է այսօր էլ փորձել է։ Պետք է արդեն փորձած ենք, էլի արդեն պետք է ինքնաթիռով եկած լինենք, 20 րոպե է, ինչքան է, եկե ժամ։ Գալիս է կուկուրուզնիկը, վերում է քեզ հասնում է Ղափան, Ղափանից գնում ես Քաջարան։ Կապանի թունելն է ընկերներ, մի 50 մետրանոց կամ 100, 50 դնի թե 100, քիչ, գեղեցիկ է և դուրս ես գալիս թունելից մի անգամից ձախից խուստուփ լեռն է, իմացել է խուստուփը, միանման են էլի։ Կադրերում Կապան քաղաքն է, բայց մենք գնում ենք Քաջարանը նկարելու, դրա համար Կապանը դռնով չենք նկարի, բայց Քաջարանը անպայման կնկարենք։ Հասնում ենք Դավիթ բեկի արձանին, հզոր զորավարի արձանին, նայում ենք, ոգեշնչվում և շարունակում մեր ճանապարհը։ Տեսեք, ինչքան խիզախ է։ Նայելով այս հուշարձանին պետք է զգաս ով ես դու, ում սերունդն ես և լինես հզոր, բայց ուժեղ գործ են արել, բրոնզ է Վարդան, բրոնզից է ոնց որ։ Կապանի բանուկ փողոցներից մեկն է այս փողոցը, անունն ինչ է փողոցի Վարդան։ Ունեն Ավետիսյան փողոցն է, որտեղ ձախից ու արջից խանութներ են և այստեղ շարժը շատ է, թոնրատուն էլ ունենք, ծաղկի խանութներ, մի խոսքով հզոր փողոց է այս փողոցը բարեկամ։ Եթե ձեր մոտ հարցեր են առաջանում, թե ինչու են սյունեցիները հզոր, միայն սարերին նայելով կարող ես պատկերացում կազմել։ Քանի որ հիմա Քաջարան գնալը մեզ համար մի հետաքրքիր նոր ճանապարհ է, մենք երևի թե կնկարենք ճանապարհի մեծ մասը, որովհետև ամեն մետրը հետաքրքիր է մեզ, ուզում ենք ձեզ էլ ներկայացնել, որ տեսնեք, իմանաք։ Բարեկամներ, Քաջարանի խորհրդանիշ արջն է, իր վերանում պահած բանալին և երևաց Քաջարանը։ Մենք արդեն անցնենք մեր Օբելյարի մասին խոսակցություններին, գովասանքին, որովհետև Ֆլորա տատիկը շատ սիրված տատիկ է, ունի 5 թոռնիկներ հրաշք, որոնք հավասարաչափ սիրում են տատիկին և
հարգում տատիկին։ Այսօր տատիկի ծննդյան օրն է, հետևաբար նրանք բոլորով որոշել են անակնկալ անել։ Դավիթը եւ Սիլվան այս պահին հեռվում են, գտնվում են Ռուսաստանում, իսկ մնացած երեքը՝ Մարիամը, Անգելինան եւ Խաչատուրը այստեղ են, քաջարանում, տատիկի կողքին, ջերմություն տալիս են, բայց Դավիթն ու Սիլվան հեռու են, դրա համար էլ մենք ենք եկել, հասել ենք քաջարան եւ իմ հաշվարկներով երևի թե մեր Ֆլորա տատիկը հետևում է մեր տեսանյութերին, նա շատ կուրախանա երևի մեզ տեսնելով, հետեւաբար գնում ենք մի ուրախություն ու սեր հասցնենք տեղ։ Բայց գնում ենք քաջարանը չենք տեսնում։ Ինչքան է տալի որ հասնում ենք քաջարան։ 7 րոպե։ Հա? 7 րոպե։ 7 րոպեից նոր կլինենք քաջարան։ Քաջարանի վիսոտնիներն են, շատ կա վիսոտնի, թե 4 հատնա։ Ինչը։ Վիսոտնի շենքերը։ Հա, չէ։ Էլի կա, շատ կա։ Всё, փակադռները գնացինք։ Գնում ենք, նստենք քաջարանի լիֆտը։ Ոյ, սանկ այլ կա, քշել եք, ձուն կար ստե։ Հա, Երեխեքը։ Սենց 9 հարկ հելնում ենք։ Բա ուր է լիֆտը, չեն հանել ես իմ ուր լիֆտը։ Թազա է։ Ադե քաջարանցի քարուստն էլ ես գիտեմ։ Թազա լիֆտերից է։ Բայց տատիկը նայում է մեր վիդեոները, թե հա, նայում է, շատ ասի։ Ու հիմա չի ջոգ է որ գալիս են։ Հետո գրկեմ։ Ֆլորա, չէ՞։ Ֆլորա տատիկը, հա։ Բայց չի բացվում։ Կա մեջ մարդ կա։ Մեկ ա գրե դրան։ Բարև ձեզ, կարելի է։ Չէ, դու մտի։ Մենք հարգում ենք։ Շուտ եկեք, Վարդան մի անգամ լիֆտը կծել է։ Այս ընկերոջ սանն ինչ էր։ Խաչ։ Խաչ սար է, աղբերս։ Մի ուտը։ Հա, ապրես։ Աններից Դավիթ Սիլվա։ Դավիթ Սիլվա Ալիսան ասեն, որտեղ ստեյջ են, էլի։ Հիմա որ բացես կտրեն, հա ինձ։ Ոնց է նստած։ Մեջկովա նստած ինքը։ Չի տենա, չէ՞ շուտ։ Մեջկ։ Բա, եկել ենք ծնունդ շնորհավորելու։ Ֆլորա տատիկ ծնունդ եք շնորհավոր։ Երազանք կատարվեցին Ստեփան ջան։ Գրկի։ Ես իմ նույն հարասատ մորի Բա գիտես ինչքան շուտ պետք է գայի, այսինքն բան շուտ է կան, չէ, բայց ես շուտ չեմ եկել, ես ուր չեմ եկել, շնորհավոր ծննդյան օրը։ Վայ Ստեփան։ Մեծ ծապտու։ Վայ Ստեփան ջան։ Շատ էր սիրում։ Ու շատ Դրա համար եմ եկել։ Երազանք Հենա գրկել եմ, չեմ թողում, նայ ոնց եմ գրկել։ Երազանք կատարվեցին։ Բա այդ ինչ լավ երազանք էր պահել, դրա համար էլ եկել եմ։ Երազանքս գիտես որ էր, որ քեզ տեսնեմ ոչ թե էկրանից հանչող, Այս կողմ, զիպոյ։ Շատ հաճելի է, որ երազանք եք ունեցել։ Այո, քո հետ Պայման այ շուտ կգայի։ Առաջ անգամ եմ եկել քաջարան։ Ես բոլորը քեզ սիրում եմ, բոլորը։ Հա, ես էլ բոլորիդ եմ սիրում։ Բայց մենակ Ֆլորա տատիս եմ գրկում, այ։ Դե մի հատ երազանք պահեք ու տորթը վերցրեք քաղցրությունը։ Ես ձեզ քաղցրություն եմ բերել հերուներից, մոլորեսնող քաղցրությունա տորթի վրա այնց են գրել, որ չիմանաք ում կողմից է։ Հələ կարդացեք ինչ ա գրած, ճիշտ ա գրած, այ ճշմարտությունը, իրականությունը գրած է սիրելի մայրիկին, բայց երեխաների կողմից չի։ Բայց քանի որ դու ինձ մնում ծափեք։ Բայլեք չէ երազանք։ Կաղա ամեն անգամ վիդեոներս նայելուց երազանքներ եք պահե։ Այսօր արդեն էլ մտածելու բան չկար, մի անգամից էլի է լավ սա։ Դե քաղցրությունում եք տալի։ Երվա։ Բամ կողմից կլինի անակնկալ։ Հետո ձեր երազանքը իրականացրեց, դարձրեց իրական, հա։ Ռուսաստանում այ երկրներում ես բարեկամներ շատ ունեմ։ Հա։ Բայց ով կլինի։ Այդ թորնիկն է, հա։ Թորնիկն է այդ ձնա անում։ Հա, հետո Եղբայրերս են, բայց չէ աղջկանց ընտանիք։ Այ մալադես։ ճիշտ է ասում, հա։ Ընտանիք։ Ես ուզում եմ անունները ասեմ։ Դավիթի, Սիլվայի,
Դավիթը Սիլվան, Սիլվան, հա, Սիլվան, Նաիրան, Ռուսաստան, Նաիրան, Մեկեր Ալիսան, Խաչատուրը, Քաչիկը, Մարիամ ասիս, Մարիամներ։ Մարիամն էլ, բա Անգելինան, Զորնիկը ունես, Անգելինան, դե այդ որ սաղի տանները տվես մատ գրկեք տատին, ես գրկել եմ, բայց դուք էլ գրկեք։ Առաջվա պես օրոր ասես Քո անուշ զայնով Կին հարս 11 մի անգամից բոլորով գրկեք, էլի։ Ծաղկապունջը ում տանք տա, սիրուն, հա, հավանում եք։ Խաչիկ ուր ես։ Խչոյի ջեբը նեի մտեն նոր պատահաբար։ Փող չկար, հա։ Խչոս ուր ես աղբեր։ Արա, անդե հելը մի րոպե, ինչ են անում հելը։ Օ, խչոսը ռոմանտիկա է, կակաշներ ա բերում, կակաշներ։ Մարդան է։ Առաջվա պես օրոր ասես Քո անուշ զայնով սրտիս հետ օրերով Թող քեզ ամուր կրկեմ սիրտը իմ Այս աղիքներն են նվիրեք գրկեք։ Ես էլ հեռու տեղերից այք է, գիտեք։ Ինձ համար հոսող արցունքներն աչքերից Փաթաթվիր ինձ ման Շնորհավոր։ Լիքը սեր, հարգանք, ձեր հանդեպ կա ու կլինի ընկերուհիներն են եք, թե բարեկամներն են։ Սաղը այդ վիսոտնից է կա։ Լավ էլ վիսակաբոլտնի բրնեցրել եք, լավ էր, էտ է սաղ իրար կող։ Ժամը 5-ից հետո տղամարդկանց խումբնա։ Հա, տղամարդիկ էլ են գալիս շնորհավոր են, բաղջիկներով կաղա էտ է վիշտոյց ելեց էտ նամա, էտ է շտո։ Վիսակաբոլտնի։ Наш Арарат, да, конечно, я не против. Դե, ծես ծաղիկներով կային դու, շատ սիրուն, հա, այդտենց, հա, այդտենց, լավ նստի ուզում ես, արի գնա, Քարի մաղթանք երանեն։ ահա, դավայ, լսում ենք, Ուրեմն ամբողջ աշխարհին խաղություն եմ ցանկանում, թող պատերազմեր չլիներ, զինվորներին անփորձանք ծառայություն, ագան հասնեն իրենց ընտանիքներին։ Ստեփան ջան, քեզ եւ Վարդանի ընտանիքներին ցանկանում եմ առաջին երթին առողջություն, երջանկություն, թող ձեր աշխատանքում լինի բազում հաջողություններ, ավելանան հետևորդների թիվը, վերջում կանաչ ճանապարհ։ թող այդ բոլորից լինի կանաչ ճանապարհը, բայց մի բան էլ ավելացրու, ասա Ստեփանի ընտանիքին էլ համբերություն որ տուն չի մնում։ Հա, հա, Ստեփան ընտանիքին էլ համբերություն, որ ամբողջ օրը ճանապարհներին Ասի ինչ անի այդ խեղճ տղան։ Դե, խեղճ ազիզ տղայա։ Այդ ազիզ տղան։ Էս ազիզ տղան է, ազիզ տղան։ Ինչ անի։ Մեր ամբողջ մեր Հայաստանի ազիզ տղաներից մեկն է ինձ համար։ Եվ Վարդանը եւ Ստեփանը միասին։ Ինչ ես ասել։ Կատաներիկա։ Եկատաներիկյան։ Տատիկին։ Ջան, դե մեծ պաչի տատիկին, տարեք մոտիկ դե պաչ։ Հեչ սիրուն տաղվայ արա։ Արա դու սրտակեր ես էլ մեծացար արա։ Հիմա չես պարելու։ Եթե պարելու ես պարի, սակո աստղային ժամն է, դավայ, տժեցրու։ Հələ ձեն տուտո պարի։ Давай, пари. Որից ինչ լավ ես պարում, դες ես, արի մտ թխենք, արի։ Հա, լավ էլ պարում է, հետո շատ լավ է, չէ պարում։ Ընտիր մեծավարի էլ ինենց։ Պարում ես, թե չէ։ Ես երկը դուրը չի գալ, ես իշ երկ դրիք։ Ծով դրեց ես երկ։
Նստեցեք մի հատ թիթարեք, նստեցեք։ Ինքը հաղթեց, որովհետև ինքը սիրում էր կյանքն էլ իրան սիրեց, թող առողջ լինի, երկարտայինների կյանք ունենա։ Հավաքվել է կյանքը սիրացողը, չէ՞։ Այնպես մարդ չկա, չէ՞ որ կյանքը չի սիրում, բոլորն էլ սիրում են։ Ֆլորեջի դերզա тебя։ Մեզնիցան պակաս։ Լավ լինեք, առողջ լինեք։ Սերը միշտ վայելեք ձեր հարազատների, ձեր ընկերների։ Ընկերասեր Պեկին Ֆլորա ունենք, էլի, հա։ Հələ ախպերս մեծ սոկ կտաս, կարամ սոկ խմեմ։ Էդ ինչա որ, էդ ինչա, տանական, հա։ Խնջուր է տալն։ Որովհետև բան է, էլի։ Մոլիբդենի ջուր է։ Էսի հանկանյութ է, որտև տենում եմ վրեմ բալա նկարած, բայց մեջ ուրիշ գույն է։ Չէ, Էքո պակասն է։ ահա, իմ պակասն է։ Ով է ուզում։ Մենք քաջարանում բարձրացանք, եկանք ու տեսեք ուր հասանք։ Ռոմանտիկ տեսարան։ Քաջարանը կարծես ափերիտ մեջ լինի։ 9-րդ հարկի 10-րդ հարկում ենք, որը դեռ չի կառուցվել։ Քաջարանի հիվանդանոցը ընկերներ։ Մեր խճո աղբերը մեր տատիկը վարա։ Շատ լավ տղա ես դու։ Անուշ աղբերը մեր հայ գենը կրողն է։ Տեսեք ինչ սիրուն է։ Հրաշք ուղակի։ Քաջարանի Էն էլ 9 հարկանի են վերևինները։ Բայց մենք ամենալավ 9 հարկանու վրա ենք, էլի։ Օրոստոյիս մի այստիս կարաս պրյամոյթաս են մեկի 9-րդ հարկ։ Ով կգա քաջարան, կուզենա իր սիրեցյալին զարմացնի, գերի կարող է գալ այստեղ ու այստեղից նայել քաղաքին։ Հիմա դրոնով մենք կնկարենք քաջարանը, ինչպես որ խոստացել էի, ու բոլորդ քաջարանը կտեսնեք էլ ավելի վերևից։ Բայց ոնց որ ուժեղ կամի է, հա Վարդան։ Դե նորմալ է։ Դե լավ։ Նայե մեր խաչիկ աղբոր տեղեկություններով իմացանք, որ սա կամուրջ չի, այլ վրայով ջրի խողովակներ են անցնում։ Քաջարանն է ամբողջ գեղեցկությամբ։ Ով չէր եկել քաջարան, վստահ եմ մեր ցույց տված տեսանյութը նրան բավական է, որ պատկերացնի քաջարանի գեղեցկությունը, ճոխությունը եւ սարերը, հələ տեսեք ինչ սիրուն է։ Հրաշք։ Վերևում բանն է, չէ, կոմբինատն է արդեն։ Քաջարանի հանքն է, ընկերներ, որը համ ունի համ ներսից է, համ դրսից։ Երկու արդյունաբերություն էլ ունի, համ ծակ է մտել ենք սարերի մեջ, համ էլ սարի վրայից են հանքանյութ վերցնում։ Էս էլ է հանքի համար քանդած, խճո։ Էս չգիտենք ինչի համար են քանդել, բայց քանդել են։ Հա, խաչի մոտ է գնում։ Բայց ի՞նչ տներ են, էս լքված տներ են։ Բայց ինչ են դից դուս եկեք հարաթափման պատճառով, թե տես չգիտես։ Հա։ Շատ լավ մնա, մեծացի հզոր, որ մեծանաս իրականանք երեջնադու բանտետելի կզանգես։ Հա, զանգես։ Երեջնադու աղբեց ինձ, մացի, երկու աղբեր, վարնաստեր հա։ Լիվտը գա, հələ դուրս ես մարդկա մեջ են։ Այդ չէ լավ, այդ չէ լավ Վարդան, ես ինչ արին բորդով, պետք չի։ Ծեցի։ Չէ։ Ծեցի։ Մանա, տուկ։ Հա։ Էլ չեմ կարա։ Չես կարա։ Գնացինք, հաչո աղբեր, հաջով, մենք որոշեցինք, որ տախտակը, անդե ես վերջի 1966 թվականին ասին պեղումներ ա եղե, բայց հա 70-ականներին վերակառուցել են այս հատվածը Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, բայց նկատենք ինչ մեծ քարերից են սարքել, հսկա ժայռաբեկորներ, տաշված, հղկված։
Ես միշտ հիանում եմ այս տեսարանով, այս սրանով, թե ինչպես են հավաքել տանիքները այն ժամանակ, ճարտարապետական գլուխ գործոց։ Նա բարձրանանք Սուրբ Մարիամ Աստվածածին։ Շոսկո քորիդո, մի կտոր այս։ Որտեղից ես հսկա քարերը բերե։ Ես չգիտեմ, սա վերանորոգման արդյունքում է եղել թե չէ, բայց հսկա քարեր են։ Ինչ հետաքրքիր, քարը քարի վրա դրած։ Այստեղից էլ վահանավանքը շատ գեղեցիկ է։ Դատելով շինության ձևից, այստեղ ամբողջովին եղել է փակ, հեսա սյունը մնացել է, սյուն ունենք, բայց սյունը կա, բայց տանիքը չունենք այս պահին, հնարավոր է հետագայում ավելացնեն, այսինքն այս հատվածը եղել է փակ ամբողջովին, իսկ այստեղից մուտքն է դեպի վահանավանք։ Այստեղ ինչ-որ գերություն կա, բայց չեմ կարող կարդալ, կներեք, չեմ կարող կարդամ ես, չի ստացվում իմ մոտ։ Ընդհանուր սա է այն ինչ-որ ունենք։ Gişerden saf kumçunim